Չուլանացված է իրենց տձև հոգեվիճակը, պարոն Մարուկյան։ Հա։ Այսինքն ինչ է նշանակում չուլանացված, այդ ոնց եք խոսում։ Եկեղեցու մասին։ Եկեղեցու մասին։ Ես նույնից եմ ասում, կան լիքը խնդիրներ, բայց այդ խնդիրները ունեն լուծման ձև։ Չեմ տեսել ես մի բանա գցած վերցրու բանարա կամ ասենք մեկին ասել։ Եվ պատիվ ունեմ մի падգամավորը շատ ճիշտ է ասում։ Ինչ ասում։ Տիգրան Աբրահամյանը, որտեղ կապված այս վերաբերմունքը կապված է եկեղեցու դիրքավորման հետ։ Հա վստահ եմ։ Արցախի եւ Ադրբեջանի հետ կապված, այսինքն ամենայն հավանականությամբ Նիկոլ Փաշինյանը փորձում է ռևանշիզմի որջը, որ եկեղեցին է մոնտաժը, որովհետեւ եկեղեցին են միակ ինստիտուտն է, որ ասում է Արցախյան էջը փակված չի, Արցախը հիշողություն չի։ Եվ դա պետք է մոնտաժել։ Դա պետք է մոնտաժվել, եւ դուք ճիշտ եք ասում, հղում անելով Աշոտ Ոսկանյանին։ Ալիևի բան ծրագիրով գնում ենք։ Դենացիֆիկացիա, բայց ախր պատմության մեջ դենացիֆիկացիայի են ենթարկվել այն ազգերը, այն պետությունները, որոնք մարդկության դեմ գործել են հանցագործություն։ Եվ դա պետք էր արվել, որովհետև դա փոխակերպվել էր։ Չարիքի խոսքը նացիզմի մասին է, խոսքը ֆաշիզմի մասին է։ Մենք ինչ հանցանք են գործել մարդկության դեմ, որ փորձում են արմատախիլ անել հավերամակների մեր կուտակած այդ համակարգը, որտեղ նույնից եմ ասում առանցքային տեղ են զբաղեցնում։ Ցեղասպանությունը, Արցախյան շարժումը, հայրենական պատերազմը, սովետական, ասենց ձևակերպենք, սովետական ազգաստեղծման շրջափուլը Եվ եկեղեցին։ Եվ մոնտաժում են, ապա մոնտաժում են, ոչնչացնում են հողները, եւ դա շատ հասկանալի է։ Նիկոլ Փաշինյանը գիժ չի։ Հա, չէ, որ ինչ-որ էմոցիոնալ բան ասեմ, ժողովուրդ լավ ախպոր պես ասենք, մա չեք ճանաչում, ասենք։ Որևէ էմոցիոնալ բան չի, պլանավորված process է։